у меня много сложностей было. И каждая сложность меня сделала сильнее. Я готов, я сам туда пошел. Փողը вообще էակաչի, это моя жизнь. Շատերը просто չեն պատկերացնում, շատերը ատենում են սիրուն մասը։ Ձեր սկզբունքները ոչ մեկ չի կարող փոխել։ Я очень принципиальный. Я не хочу для них быть хорошими, потому что они для меня плохие уже. Դուդուկ երգը շատ քննարկվեց։ Լավ չէ լի դրա տեղը մի հատ ռեպոստան է։ Ես խիչ պիտի իմ երկերը չերկեմ, որ քո երկերը երկեմ։ И это он тоже помнит, и я это помню. Չէ որ ասենք ես ելեմ ոսմե չէ կարող պատկասեմ, որ կարող այսօր մեկ ինձ ճանաչի, որպես երկիչ արկածի դու մի կան։ Բայց արի ուտես, որ сила притяжения есть. Нельзя сдаваться. Категорически нельзя сдаваться. И поэтому, кто меня смотрит, ребята, не расстраивайтесь, просто идите вперед. Եթե հանդիպեք 14 տարեկան Արկադիին, հիմա ինչ կասեիք իրեն։ Հաղորդման էքսկլյուզիվ գործընկերն է Իջևանի գինու եւ կոնյակի գործարանը։ Հաղորդման գործընկերն է Windham Grand Ծաղկաձոր հյուրանոցը։ Հաղորդման գործընկերն է Solar Portal ինտերնետային հարթակը։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Բարև ձեզ Սոնա ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Ոնց է էմոցիաները տեղի հետ կապված։ Լավ ո՞ս կարան է։ 3 հատ մեծ մենամերկ միայն լավ хорошее воспоминание։ Ու շատ հաճել էր, որ հատուկ իմ համար եք ընտրել ստեղ։ Այո, պատահական չի, որ հենց այստեղն ենք ընտրել։ Спасибо։ Շնորհակալ եմ հարցազրույցին համաձայնելու համար։ Մերսի։ Մեծ պատիվ է։ Մեր համար էլ շատ շնորհակալ եմ։ Գնանք։ Ձեր սկզբունքները ոչ մեկ չի կարող փոխել, ոչ մեկ չի կարող խախտել, բայց այդ սկզբունքները միայն արվեստին, կարիերային են վերաբերում, թե նաև անձնական կյանքում, գործնական, ընկերական։ Սա այդտեղ դե մենակ ո երկելով չէ։ Ասենք օրինակ ես տղա ունեմ ու ես իմ ցելս էս կյանքի այնի չի որ ես մեծ դալիչներ հավաքեմ։ Ես ուզում եմ որ եկուսը իմ տղուն ասեն արկածի տղենա, ասեն Պապա շատ լավ մարդ է, չգիտեմ, 100 տարի հետո կլինի թե եվ կամ մարդ է, իրան էտի, որ իրան դուղտ է ու մոտիվացիա տա, որ ինքն էլ պետք է տենց լինի։ Թե չէ երկը այսօր լուբոյ սվերա մեջ ուժեղ կա։ Գիտեք, այդ մասին շատ եք նշում, որ ձեր համար շատ կարևոր է իրոք, որ առաջին հերթին մարդ տեսակը ձեր գնահատեն, իմանան, ճանաչեն, նոր որպես լավ երգիչ, հարցազրույցին պատրաստվելիս շատ տարբեր մեկնաբանություններ եմ ընթերցել, շատ տարբեր հարթակներում, ձեր տեսահոլովակների ներքևում գրված մեկնաբանությունները, տարբեր վիդեոների ներքևում, ու ինչն է ուշագրավը, եթե ստատիստիկա հավաքեի, միշտ կա լավ տղա է, լավ մարդ է ու հետո նոր լավ երգիչ է, այսինքն այդ ստացվել է, ինձ հետաքրքիր է լավ մարդ եւ լավ երգիչ, տարբեր են։ Չէ, ինձ թվում է չէ։ Դեմոս, չգիտեմ, ինձ թվում է սաղտեղ ինձ պահում եմ ոնց որ ես կամ։ Թեգուս բեմում, թեգուս ընկերներիս մոտ, թեգուս իմ գործընկերների մոտ, չգիտեմ, տունը, այդպես բան չկա որ ես ելնեմ օրինակ, չգիտեմ, բեմին շում է ուրիշ մարդ են էլի։ Опять же, դու որ ելնում ես բեմին, եթե քո գործն է, եթե քո պրոֆեսիան է, դու ունդ է, չգիտեմ, այդում ես շորը երաժշտական աշխարհ ես այդում։ Բայց ինձ թվում է սաղ տեղը նույնն եմ, էլի։
Բայց պետք չի կերպարային լինել կամ, չգիտեմ, արտիստի համար ինչ է պահանջվում, որ օրինակ մարդ տեսակը մի քիչ պետք է այդ դեպքում հետ քաշվի, Արկադի Դումիկյանը որպես արտիստ բեմում լինի։ Չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, որովհետև չեմ խորացել։ Ինչ-որ տես երկու դիվայներն եմ կամ բան։ Պրոստը ես հասկանում եմ, որ իմ գործը պետք է անեմ լավ, ու լուբե մարդը պետք է իր գործով նախ զբաղվի ու անի լավ։ Սիրի այդ գործը ու անի լավ, դրա համար որ ես հերում եմ բեմին, ես այդ պայն, ասենք, я уже երկիչ Արկադի Դումիկյանը, որը պետք է անեմ իմ գործը լավ ու այդ շողորդ եկել են իմ համերգներին, որ ես լավ բավարարություն ստանամ։ Բայց ես բեմից է կարամ մնես բան խոսամ, որը կարող է տունը չայ խմելուց ասեմ։ Այդպես եմ ես, ու ես այդպես եմ սիրում, ու ես շատ ուրախ եմ, որ ինձ հենց այդպես ընդունել են։ Եթե ցանկանում եք ձեռք բերել արևային կայան ձեր տան կամ բիզնեսի համար, բայց չգիտեք թե որ ընկերությանը վստահել, առաջին եւ միակ անվճար ինտերնետային հարթակը Solar Portal-ը կօգնի ձեզ։ Մուտք եք գործում solarportal.am կայք, անվճար գրանցվում եք եւ ընդամենը 24 ժամվա ընթացքում ստանում եք բազմաթիվ գնառաջարկներ շուկայի լավագույն եւ ստուգված ընկերությունների կողմից։ Եթե կլինի խորհրդատվության կարիք, ապա հարթակը այն կտրամադրի անվճար եւ անաչառ։ Իդեպ, ձեր բոլոր տվյալները գաղտնի են մնում։ solarportal.am մուտք գործիր հիմա։ Ինձ հետաքրքիր է ձեր կնոջ հետ ոնց եք ծանոթացել։ Հարսանիք ենք եղել, որը կնոջս քուրը բանը իմ աղբորս կիննա տրայուրդնի, մամայս հորով պորտողու կիննա։ Մենք եղել ենք հարսանիքին, ես եղել եմ свидетель, ինքը կինս եղել է свидетельница։ Ինքն էլ ավարտած, կարմիր դիպլոմով յուրիդически, բայց այդպես ստացվավ, որ ոչ միտեղ չի աշխատում, մի բան է, այդպես զբաղվում է իր համար Դումիկյան բրենդ ենք արել, ինքն է զբաղվում, իր դուրը գալիս է, ու որը շնորհակալ եմ իրան, իրոքից ինքը շատ է ինձ օգնում, էլի, որ ինքը կա եւ շատ հանգիստ եմ, որտեղ ես միշտ ինչ-որ մի քաղաք եմ, մի երկիր եմ, չգիտեմ, շատ կարևոր է, ես շատ ուրախ եմ, որ հենց ինքն է իմ կինը, որտեղ ինձ շատ է օգնում, ու միշտ կողքս է։ Մոտիվացնող եւ հոլովակներ եք շատ սիրում նայել եւ ֆիլմեր եք շատ սիրում նայել, այսինքն մոտիվացիան ձեր առօրյայում ու կյանքում կա։ Եվ ձեր որդուն եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ձեզ շատ սիրում են ու իրենց համար գուցե դուք օրինակ եք մոտիվացիայի առաջ գնալու, դժվարություններ հաղթահարելու, կան ինչ-որ կարգախոսներ, խոսքեր, որը վերցրել եք ու այդ օգտագործելով եք առաջ գնում։ Կամ կյանքի ամենադժվար պահերին այդ օգտագործում եք, ասում եք, հիշում եք, որ Պրոստը սենց ասեմ, ես իմ փորձս եմ ասում։ Ես միշտ շատ եմ նայում мотивационные վիդեոներ, նայում եմ ովքեր որ մի բանի հասել են, իրանք как размышляют жизнь, мне очень интересно. Но опять же, ես կարող եմ իր ամբողջին չլեմ։ Օրինակ ասենք, շատ կա ասենք, կարող է զալեթան մնացածը բան լսեն, օրինակ, չգիտեմ, վազելուց լսեն, չգիտեմ, երաժշտություն, ես помясնում եմ այդպես բաներ, օրինակ եմ ասում, мышление человека, который чего-то достиг, խոսքով, այդ լիքը վիդեոներ կա։ Ու ես սաղին էլ լսում եմ, բան կա իրանց հետ համամիտ եմ, բան կա համամիտ չեմ, ու ես ինքս իմ մեջ այդպես հավաքում եմ и мышление, как бы, ну, свое делаю, էլի։ И я, չգիտեմ, просто որ կես ռուսերեն, կես հայերեն ասենք, խոսալս էլի, դրա համար կուզեմ ճիշտ արտահայտվեմ այն մարդկանց, ովքեր որ ասիկ որ ուզում են նայում են ու ինչ-որ կուզեմ իրանց անկեղծ եմ ասում, это просто нестандартные слова, пускай будут, но ուզում եմ ասեմ իրանց իրոքից իրանք եկա ոչ պատկերացնեն ուրդուց ուր կարան գան։ Просто нельзя сдаваться, категорически нельзя сдаваться. Есть периоды, что надо обязательно это пройти, чтобы потом перейти в другую сторону листа. Я в это верю, и я сам это прошел. У меня в жизни была ситуация очень сложная. Я просто к нему сам пошел. Я когда пошел к этой сложности, я сказал, если бы я анснем, у Петка анснем, я готов. Я сам туда пошел. Я прошел это, и у меня все перевернулось. Շատերը պրոստը չեն պատկերացնում, շատերը տենում են են սիրուն մասը, ասում են, հատ ինչ հավորը, բայց այդպես չի եղել։ Իմ կյանքում անեց է փոխվել կյանքը, ասենք, շատ ռիսկի, ես շատ աշխատասեր եմ, միշտ եղել եմ աշխատասեր, երկել եմ, չեմ երկել, չգիտեմ,
աշխատասեր եմ ահավոր ձևի։ Ու դա սաղի մգեները գիտեն, ամի իրանք է տենան, ասենք այդպես չի որ մեծ ձևական խոսում եմ։ Ահավոր ձևի աշխատասեր եմ։ Երկը հելել է նոր։ Երկը առաջիթանա սաղ չարտերում, ես մի քանի օրից էլի կլիպ եմ նկարում։ Դա իմ աշխատասիրությունն է, սիրում եմ իմ գործը։ Wyndham Grand Ծաղկաձոր հյուրանոցը ամերիկյան բրենդի ներդրումային հյուրանոց է, որը հնարավորություն է տալիս գնորդներին ստանալ 5+ աստղանի ապարտամենտ, ամբողջությամբ վերանորոգված եւ կահավորված, այնուհետև հանձնել այն բրենդին վարձակալության, տարեկան շատ բարձր եկամուտ ստանալով, մոտ $33,000։ Եվ սա էլ դեռ ամենը չէ։ Ամբողջ ընտանիքի համար անվճար հանգիստ տարեկան 21 օր աշխարհի լավագույն 4500 հյուրանոցներում։ Ես որ Մոսկվա եմ եկել, Վոլգոգրադ եմ ապրել։ Անկեղծ եմ ասում, օրինակ, չգիտեմ, ընկերս է տվե ավտոբուսի փող, դա հիմա ասեմ դրան, ոչ թե ինձ խղճալ պետք է։ Այն տեղեկին ովքեր որ այդ սիտուացիա մեջ են։ Ընկերս է տվե ավտոբուսի փող, որ ես հասնեմ, ոչ թե ավտոբուսի ամանալու, ասենք ձեռը։ Ես եկել եմ այնտեղ, չեմ գնացել տունես, տունել եմ ունեցել բան, ասել եմ չէ, պետք է я добьюсь своего։ Ասենք մեկ սմանոսկում տուն տեղ բան, բայց ես եկել եմ մենակ, եկել եմ Մոսկվա, ու ես դժվար օրերով но я не сдавался։ Ես Մոսկվայում որ հերվիս տենում եմ ավտոբուսից, ասում եմ, չգիտեմ, ասում եմ, կարող է իմներ այդպես կինոների պես լինի, այն որ sense խոսում է, я покорю բան, չէ, այդպես բան կա, ասում եմ, неужели им это լատեցնում, ինքս իմ հետ խոսում եմ այդպես։ Բայց արի ուտես որ сила притяжения есть. Я не покорил Москву, բայց չէի կարա պատկասնել որ ես կարամ, չգիտեմ, просто элементарно 3 հատ համարի լցեմ։ Ու ես եկել եմ դե, ասենք, ասում եմ, ничего, терпи, շատ դժվար օր եղել։ Նույնիսկ ինձ իմ բարեկամները զանգում ասում են, իրանք է կարող համիտենան, ասում են արի մնամ մեր տուն, պրինցիպիալի չէ տուն։ Ասում եմ, չէ, չեմ տուն։ Ես հազիվ, չգիտեմ, մի հատ սենյակ է վարձում, այն է անում, չէ ետում, որտեղ ասում է գալու է այն օրը, ես հասնելու եմ իմ ուզածին, ու մեկը չպիտի ասի թե մենք ենք արել, մենք օգնել ենք։ Ու ես միջև առես օրը այդպես եմ ապրում։ Շատերն են եղել գերերս, ովքեր որ մի դեպի հիշեցնում են, լավ ձևի, ասում են, ты очень принципиальный, и это реально так. Я очень принципиальный. Դրա համար стремитесь, идите к своей мечте, не сдавайтесь. Ամենակարևորը չպետք է հանձնվես։ Верь в то, что ты хочешь. Верь в то, что ты веришь. До конца надо верить. Այդպես եմ եղել։ Ու ես շատ պրինցիպիալ եմ, ասենք, շատեր եմ եկավ հետաքրքիր ոնց եմ եկել ասել։ Ինչ որ ես չեմ ասում, ինչ որ մի տեղ եմ ասել։ Էլեմենտարն եկել եմ մի երկիչ կա որ Արկադի Դումիկյան, փոքր երկիչ, բայց դրան եկել եմ, հասել եմ իմ աշխատասիրությամբ, Աստծուն հավատալով ու պրինցիպիալ լինելով։ Մեկ ինձ ասում է կոմոդ չի ստացվում, ես դրա հակառակն եմ անում։ Դրա համար ովքեր որ չեն ուզում ես առաջետամ, թող խոսան իզանից վատ բան, որովհետև ես իրան շնորհիվ եմ մտալու առաջ։ Այդպես է, ու у меня так было в жизни։ Բամար տեղը ինձ խոսք ասել է խես իմ երկերի երկում, ես ռեստորանի երկիչ եմ եղել։ Ես sense նայել եմ իրան, հետո ձեռը սխմել եմ։ Ես обычный ресторанный певец был, просто։ Но людям нравилось как я пел։ Իրանք գալիս են ինձ լսելու, իրանք ուզում են լսեն իմ կատարման այդ երկերը, բայց ես չպատկասեմ, որովհետև իմ մտածելակերպը այդպես չի, նախանց չեմ։ Իմ սաղ երկերը ես օրիգինալ մինուսները տալիս եմ սաղին, ասում եմ երկեք, որովհետև սաղս է երկիչ ենք, սաղս են ընտանիք են պահում։ Երկիչ եղա, ասել է խես դու երկում իմ երկերը։ Ձեռը սխմել եմ, սենց։ Ասել եմ спасибо тебе։ Ասել է за что։ Ասել եմ ախր ես խիչ պետք է իմ երկերը չերկեմ, որ քո երկերը երկեմ։ И это он тоже помнит, и я это помню. Ու այդպես իմ մոտ շատ հատվածներ եղել, որ принципе եմ ընկե, ու ես արել եմ դա։ Очень много было ну таких ситуаций, плюс-минус. Բարեգործություններ, որոնք շատ կան ձեր կողմից արված ու որոնց մասին դուք չեք ուզում խոսել, այս մասին եւս մարդիկ շատ գիտեն։ Я два слова скажу, можно по поводу этого? Хочу обратиться к тем, у которых есть возможность, но
Просто я им хочу попросить, եթե հնարավորություն են, թող անեն, որովհետև Աստված բերում է դեմը, դա մեկ, երկրորդն խնդրում եմ այն մարդկանց, ովքեր որ մի պակետ օգնություն են անում, դա եմ որ sense, դա շատ էժան է նայվում։ Իրանք կարող է դա չեն հասկանում, բայց շատ էժան է նայվում։ Просто это вот ես ասում եմ, այդպես բաներ, ու ես չեմ կարա այդանով զզվելով, ես չեմ կարա ինձ թույլ տամ, ես ինչ-որ բան ասեմ ու ասենք, տիպը я помогу, բախ ինչ պետք է օգնեմ։ А кто мы все? Հոյետի հենց այնց չէր որ ես տանջվելով եկա հասել եմ ինչ-որ ամիտեղ չպետք է օգնեմ, ասենք Աստվածը տալիս է, մենք է պետք է տանք ուրիշի по возможности. Опять же, բայց просто չենք ասում թե շատ արեք կամ ես շատ եմ արել, դա չի հարցը, просто շատ տահաճան այվում, էլի։ Մի հատ ժողովուրդ ջան, այդում ենք էսի նվեր տանք էս երեխուն։ Ավելավա չտան այդ նվերը։ Ասենք դու նախ անարմար ես գցում այդ երեխուն, երկրորդը մի հատ էլ աֆիշուրս մտում դու ահա որ լավ բան ես արել։ Это ասենք գովալու բան չի, էլի։ На самом деле у меня вот ну чуть-чуть злость к таким, которые себя ведут так. Это противно. Թշնամի երկրից եւս կան շատ մարդիկ, ովքեր լսում են ձեր երգերը, ձեզ սիրում են ու ձեզ գրում են այդ մասին։ Հա, եղել է շատ դեպքեր եղել, ես օրինակ դրանց կարտացել եմ, որովհետև նո ֆլագները տենելով լիքը եղել է, որ գրել է, որ մեզի չեն մենք լսում էինք Արկադի Դումիկյանին, բայց մամաս որ իմացավ Արկադի Դումիկյանը հայ է, она запретила меня слушать, но я все равно слушаю его песни. Вот это я комментарий запомнил. Вот это շատ կա։ Ես даже համոզված եմ կարող է համերգներն էլ որ Ռուսաստանում ալնում են, я так думаю. Կոմենտին կամ նամակին պատասխանել եք, թե ուղղակի կարդացել եք ու պահել եք։ Я просто прошелся. Песня 44 дня. Вот там очень много комментариев от них. Их тоже заделали. Ну, там много пишут. Վերադառնալով մյուս երգերին եւ առասարակ մեկնաբանություններին, դուդուկ երգը շատ քննարկվեց եւ հատկապես ռուսալեզու լինելու համար ավելի շատ քննարկվեց։ Ես ուզում եմ հասկանալ։ Անդե ում ասե հայերեն, դուք չգիտեք որ դուդուկ հայն է։ Գիտեք չէ։ Ասում է играй армянский, наш դուդուկ, որովհետեւ ասենք գիտեք ինչ խնդալու, իրանք առանց իմանալու ինչ-որ բանի, այս խորը իմաստը։ Մտածում եմ մենք պրոստը վեկանանք երկ ինչ-որ տենց արինք, որ просмотр ունենանք։ Այդտենց երկերը կատեգորически կոմերցիոն չի։ Ոչ դրանով դու կարաս փող աշխատես, հարսնիկ երկես, ոչ դու կարող ես դանավիշով մի տեղ հետ հասկանես։ Էդի պրոստը հայերնելով գտնում ես քեզի պարտականություն ու դու անում ես։ Ես հայ երկ չեմ, որ ապրում եմ Ռուսաստանում ու ունեմ շատ լսողներ, ովքեր հայ չեն։ Իրոքից եմ ասում։ Մի օր որ Աստված տալն եք եմ համերգները Ռուսաստան, դուք կտենաք որ մենակ հայերը չեն։ Ու դի իմ объясняешь, դու իրանց հասցնում ես, մտե շատ բաներ կա այդ երկի մեջ, որը գրվել է, ասենք շատ հարգված մարդ է, մենք մի արտանեգրություն ենք անում, ձյաձ Գարիկը, ի Արսեն Կասի, որից էդի ուղարկել են, ասենք ուզում եք որ դու երկես։ Ուզում եք որ դու երկես, они даже за это хотели оплатить. Вот это просто ինչկա այդ եմ ասում, էլի, ասենք մի կամերով իրանք էլ էդ տենում են։ Ես որ լսեցի երկը, ունեն իրանք բյուջե, общий բյուջե, որ ես լսեցի այդ երկը, ասի ես պարտականություն եմ գտնում, որ դա պետք է երկենք ու մենք ես էլ փորձում չեմ որ այդ համ մրցումների փորձեմ կրեմ։ Ես էլ իմ սվերավ եմ ուզում ինչ-որ, չգիտեմ, դենիստի ասեմ ինչ-որ չէ, ասենք բանը, ու այդ общий բյուջեն режиссер այդ վայի հետ я ему доверился именно որտեվ իրան իմանալով պատրիոտ ելնելով թե ինքը այդ կլիպները ես իրան շատ եմ սիրում այդ ֆորմատի ես իրան դիմել եմ նոր տարվա գիշերները ինքը նկարել ասի վայ ջան սենց ու այդ բյուջեն որ շատերը չեն իմանում ես կարայի պրոստը օգտագործել ինձի իրանց բյուջեի ու այդ իմ բյուջեին արել ենք լավ բան ցույց տանք մնացածը բյուջեն որի մոտ մնացել է զանգել եմ իրանց, ասել եմ ձեր ցավը տանեմ։ Это для меня не коммерция. Для меня это պարտավորություն է։ Ես պետք է անեմ։ Մնացել է գումար մի հատ։ Լուրջ եմ ասում, это ոնց որ համի ասեմ, շատերը կարող չհավատան, բայց լրիվ սաղ փաստերը կա, ես просто չեմ խոսում, это дешево разговаривать, էլի։
Ես ասել եմ, ես ուզում եմ այդ ինչ որ մնացել է, ես կլիպ արեցինք, լավ արեցինք, ասենք անորոշ լավ բանակ։ Էսի ես չեմ կարող տեսա մի մանե դնեմ ջեբս, դե տիպը պեսնու զել, որովհետև սկզբից ինքը ուրիշ երկ էր, հետո դառավ ուրիշ երկ, բան, ես ասում եմ իրան, ասի ուզում եմ հետ տամ։ Ինքն էլ ասեց, մենք գիտենք, որ դու օգնություններ ես անում, ասեց բանը, ում գիտես դու էդի։ Անունը չտամ, կարող է Պիտիգորսկի ժողովուրդ են, ինձի գրեցին Արկադի։ Մի հատ գումար է գրե, ասում է բանը։ Մի ասում եմ, իրանք է կարող է հաստատեն, ես просто так բան չեմ խոսել։ Գրում են, ասում են, можешь у себя выложить? У нас сбор такую сумму։ Մեկին մեկ այդ գումարն է, որը որ պետք է հետ տամ։ Ու ես այդ գումարը ուղարկել եմ իրանց։ Բայց какие-то, որը вообще տեղակ չեն, и обсуждают, որ մենք Ռուսաստան ապրելով դու հելնում ես առիթներին, համերգներին, օրինակ լայվ արենա ես չեմ անում ինչ ազգայղ է իմ համերգներին, բայց ես դա երկել եմ ու վերենի հելել եմ Կողոս Դուդուկ նվագող իմ ընկերն է, ինքը Կողոս Դուդուկ նվագելով ես ասում եմ играй армянский наш дудук, тебе судьба и боль народа, Դրանով ուզում ես հասցնես ուրիշները, որ ասենք այլ ազգերը լսեն, ասեն հա пасторен сенса и так далее, кто меня знает и любит мое творчество. Вот это менակ просто կոմենտ գրելով չի, թե ասենք просто рассуждать. А տենց չի, Ռուսաստան եք ապրում այլ ազգերի մեջ, ասեմ դες էդի ոչ ամերիկանա, ոչ բանա. Да все по-другому, но мы стараясь этим показываем, что мы армяне, и իշքան կարանք, ասում ենք ցույց ենք տալի, рассказываем. Օրինակ իմ համար մեծ պատիվ է լայվ արենը, անես ստացվա որ սա դրոշներ են արել, ինձ էքստին էսա դի բարձած իմ համար շատ էմոցիոնալ էր։ Կամ աս խոսքը երկում ենք, հեյ ջան, Երևան, Ստալիցեվ Սեխարմյան, դուք չգիտեք որ այդ Ստալիցեվ Սեխարմյանը, բայց այս համերգների ժամանակ դա երկում եմ ու ես ուրախանում եմ, հպարտանում եմ, որ ասենք ռուսա, ցիգանա, թե այլ ազգը դրատակ ապարում են, հեյ ջան, Երևան, Ստալիցեվ Սեխարմյան։ Լիքը sense բաներ կա, որը որ ես չեմ արտահայտվում։ Կարող է որ արտահայտվեն չեն խոսա, բայց այնքան բան կա նեսправедливо։ Ու մի բան կա, էլի, օրինակ մարդ որ սխալ է անում, ես ընկերներ ունեմ ուրիշ ազգից, էլի, իրանք որ ասում են, էսի մերն է, մի բան սխալ է անում, հուշում են, ասում են, մի փնովեք։ Մերն է, նաբարո դուխ տվեք։ Օրինակ եմ ասում, մի այտենց կլիպ ենք նկարել, այտենց բան։ Լավ չէ լի դրա տեղը մի հատ ռեպոստ անեն, ոչ թե խոսեն, չէ որ ցույց ենք տվել ուժեղ հայերեն եք ցույց տվել, չէ կամ ասում են, ասենք դրա տեղ կարելի մի հատ ռեպոստ անեն ու տակնի գրեն, ինձի գրեն, ասեն գիտես չկա Արկադի ջան, էսի արել ես, բայց այսի պեչեր անել, մյուս անգամ որ անում ես, էսի մի արա, խոսքը օրինակ էլի, մենք որ այդպես անենք, ավելի ուժեղ ենք լինելու, ոչ թե մեկը մի հատ սխալ անում, այս ինչ արեց, այդ խի արեց, այն արեց, այդպես դրամարը չի, ну, я так считаю, что надо друг другу поддерживать. Թե երկի բառերը եւ թե տեսահոլովակը, որը փոքր ֆիլմ է հիշեցնում, բավական ռիսկային է ինձ համար նման աշխատանք անելը։ Հա, բայց այսինքն շատերը պրոցես չեն իմանում, ու դա իրոքից ռիսկային է եղել։ Մենք ցույց ենք տվել ուժեղ հայ։ Իրոքից եմ ասում, ցույց ենք տվել ուժեղ հայերի։ Просто ասեմ, я не хочу говорить про тех людей, которые к таким вещам не понимаю. Есть over atens համատած կանամ դեմ историю все рассказать, у вас ենք суть. И какого зармона, բայց я свое время даже я не хочу на это тратить. У меня другие цели в жизни. И чё խոսքի, չգիտեմ, ով է, բանով է։ Դուները չի եկել, ձեր գործն է։ Իմ դուրը շատ է եկել։ Ու ես ուրախ եմ որ արնեմ այդ գործը։ Ես полностью հպարտ եմ որ արնեմ այդ գործը, որովհետև ցույց ենք տվել հային, ուժեղ հայեր ենք ցույց տվել, պատմել ենք այլ ազգերին, ովքեր որ ռուսերեն գիտեն, որ դուդուկը հայն է, ու չերես այդ երկի բառերով լիքը պատմություն ենք պատմել։ Իմանայի անգլերեն եք երկի։ Просто չեմ իմանում։ Ռուսերեն գիտեմ ու հայերեն գիտեմ։ Играй, дудук, по нотам грусти и печали. Играй, дудук, про то, о чем молчали. Играй, дудук, про мой народ, про мое горе, про душу, что слезой льет и разрывает болью. Վերադառնալով համերգներին,
Շատ տարբեր լսարաններ են, թե միևնույն է կապ չունի, որ երկրում ձեր լսարանը միևնույն մարդիկ են եւ դուք համերգներին նույն երգացանկով եք պատրաստվում, թե կապ ունի համերգը որտեղ է։ Տարբեր է, ու ասեմ դեզ, գիտեք, համարիրում 3 օր ա եղել, մի օր ու 2 օր հետևից։ Ես այն 2 օրվան հարց եմ տվել, ասեմ, ժողովուրդ ով ա եղել այն համերգին, ասեմ դեզի կարող է չհավատաք, բայց ով եղել է այդտեղ, կհաստատի, որ այդտենց է եղել։ Ասենք կարող է մի, չգիտեմ, 100-150 հոգի ասել, որ մենք եղել ենք։ Ոնց որ թազա բամարտիկ են, էլի։ Ու ասենք Ռուսաստանի ռեպերտուարը ուրիշ է, Երևանինը ու Լոսի ռեպերտուարը համարյա թե նույնն է, հա։ Բայց բանը Հայաստանը պատրաստում ենք ամես համերգի, թող սուրպրիզ լինի, пока что готовимся։ Ես շատ ուրախ եմ, որ սպասում են, իրոքից զգում եմ, որ սպասում են, շատերը գրում են, ասում են։ Այս տարի կլինի 25 թվականի։ Դու դա 25 թվականի կլինի։ Մեծ համերգ եմ ուզում անում։ Հիմա մենք sense նստած շատ լուրջ, շատ սիրուն խոսում ենք ամեն ինչի մասին, բայց իրականում շատ հետաքրքիր եւ արկածային բաներ կան ձեր կյանքում, որոնց մասին չխոսեցինք, չենք խոսի, բայց գուցե մի օր ֆիլմի տեսքով տեսնենք։ Может быть, есть цель, дай Бог получится, но не сейчас. И может быть, дай Бог, когда-то будет фильм, который будет называться «Думикян». Может быть, дай Бог, что получилось. Там я все покажу. И там очень интересно будет. И поймут, почему и как все это получилось. Что любая сложность, у меня много сложностей было. И каждая сложность меня сделала сильнее. И поэтому, кто меня смотрит, ребята, не расстраивайтесь, просто идите вперед. Верьте в себя, делайте то, что вы любите. Если вы делаете то, что вы не любите, надо менять что-то. А если вы будете верить в то, что вы делаете и любите это, то просто терпите, и все будет. Вот так вот. Եվ իմ վերջին հարցը, եթե հանդիպեք 14 տարեկան Արկադիին հիմա, ինչ կասեիք իրան։ Ասե աղբերես լավ լինելու, շատ չմտածես։ Այդպես կասեի։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ մերսի հրավերքի համար, շատ ուրախ եմ, спасибо։ Windham Grand ծաղկաձոր հյուրանոցը ամերիկյան բրենդի ներդրումային հյուրանոց է, որը հնարավորություն է տալիս գնորդներին ստանալ 5+ աստղանի ապարտամենտ, ամբողջությամբ վերանորոգված եւ կահավորված, այնուհետև հանձնել այն բրենդին վարձակալության, տարեկան շատ բարձր եկամուտ ստանալով, մոտ $33,000։ Եվ սա էլ դեռ ամենը չէ։ Ամբողջ ընտանիքի համար անվճար հանգիստ տարեկան 21 օր աշխարհի լավագույն 4500 հյուրանոցներում։ Եթե ցանկանում եք ձեռք բերել արևային կայան ձեր տան կամ բիզնեսի համար, բայց չգիտեք թե որ ընկերությանը վստահել, առաջին եւ միակ անվճար ինտերնետային հարթակը Solar Portal-ը կօգնի ձեզ։ Մուտք եք գործում solarportal.am կայք, անվճար գրանցվում եք եւ ընդամենը 24 ժամվա ընթացքում ստանում եք բազմաթիվ գնառաչարկներ շուկայի լավագույն եւ ստուգված ընկերությունների կողմից։ Եթե կլինի խորհրդատվության կարիք, ապա հարթակը այն կտրամադրի անվճար եւ անաչառ։ Իդեպ, ձեր բոլոր տվյալները գաղտնի են մնում։ Solarportal.am մուտք գործիր հիմա։